Բարև ձեզ, Երևան Today հարցազրույցի տաղավարում այսօր հյուրընկալել ենք քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանին։ Բարև ձեզ, պարոն Մաթևոսյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերը ընդունելու համար։ Սկսենք օրվա ամենաուշագրավ նորությունից։ Պարզվեց այդքան չարչարկված ցորենը, որ էլ Ադրբեջանի հետ բարեկամանալու թեմա է եղել, խաղաղության թեմա է եղել, չգիտեմ ինչերի ցուցիչ էր, ընդամենը անասնակեր էր։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Փորձենք հարցին մի փոքր ավելի համապարփակ նայել։ Տեսեք, իհարկե մեզ անհրաժեշտ է, որ մենք տարբեր ուղիներով փորձենք ստանալ եւ ցորենը, եւ պարենային անվտանգային այդ զամբյուղը կազմող ցանկացած ապրանք այլ ճանապարհներով, բացի վերին Լարսից կամ ներկայիս այլ ճանապարհներից։ Սա ուղղակի արձանագրենք։ Երկրորդը, այս պայմանավորվածությունը, ըստ որի ցորենը եկավ Հայաստանի Հանրապետություն, որևիցե կապ չունենալով ամերիկյան հարթակում Վաշինգտոնում ձեռբերված պայմանավորվածությունների հետ, պայմանավորված էր դրանով, որ 2022 թվականներին Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան բանակցային գործընթաց կար եւ դրա արտացոլումը եղավ այն, որ ճանապարհը բացվեց։ Տրանզիտային ճանապարհը Հայաստանի Հանրապետության համար բացվեց։ Այսպես հաջորդը արձանագրենք սակայն նաև հետևյալը, որ չի բացվել Ադրբեջան-Հայաստան ճանապարհը։ Պայմանականորեն տեսեք, մենք Լիտվայից կարող ենք ապրանք գնել, այդ ապրանքը կարող է գա Վրաստան, Վրաստանից նոր մտնի Հայաստանի Հանրապետություն, նույնը այստեղ է։ Մեզ համար ընդհանրապես ավելի ձեռնտու եւ շահավետ տարբերակը կլիներ այն, որ Աբխազիայով երկաթուղին գործեր եւ մենք կարողանանք այսպես ուղիղ կապ ունենալ Ռուսաստանի Դաշնության հետ, բայց կա այն, ինչ կա, ինչը վերաբերվում է կոնկրետ այս ղազախական ցորենին։ Նախ մենք ինչի ականատես եղանք, որ ռուսական ցորենը շատ ավելի շուտ եկավ։ Ես նույնիսկ որակը այստեղ մի կողմ եմ թողնում, որովհետև բոլորիս համար էլ պարզ է, որ այս դեպքում եթե անասնակիերը եկել, հաջորդիվ կարող են այլ ավելի բարձր որակի ցորեն ուղարկել, այսինքն այստեղ մանիպուլյացիաների դաշտ չմտնենք ամեն դեպքում, էլի։ Խնդիրը կայանում է հետևյալում. ակնհայտորեն ռուսական կողմը շատ ավելի շուտ անվտանգային երաշխիքներ ստացավ Ադրբեջանից, որ ռուսական ապրանքը կգա Ադրբեջանի տարածքով կհասնի Հայաստան։ Երկրորդը, այս տեսակ բեռները իրենք սովորաբար գալով մի երկրից մյուս իրենք պետք է ապահովագրվեն։ Ակնհայտորեն ռուսական բեռը շատ ավելի շուտ ապահովագրվեց եւ եկավ Հայաստան։ Եվ հիմա մենք ունենք հետեւյալ իրողությունը։ Մենք այս ճանապարհը կարող էինք ունենալ 2022 թվականներին, կամ եթե մենք շարունակենք բանակցային գործընթացը, այլ ոչ թե գնայինք Պրահայում Արցախը հանձնեինք Ադրբեջանին, ավելին մենք կունենայինք հետեւյալ իրավիճակը։ Ռուսաստանից Ադրբեջանով կարող էինք ապրանք ստանալ, Արցախը կմնար հայկական, Արցախից էլ մենք կշարունակեինք ցորեն ստանալ։ Ուղղակի հիշեցնում մեր հարգելի հեռուստադիտողներին, որ մինչև պատերազմական գործողությունները տարեկան մինչև 50,000 տոննա ցորեն էինք ստանում Արցախից եւ մենք բարձրակարգ որակի ցորեն էինք ստանում։ Այսինքն մենք կարող ենք ունենալ Արցախ ցորեն կապ, հիմա ունենք ընդամենը անասնակեր։ Դատելով օրինակ Գևորգ Պապոյանի տարածվող մեկնաբանությունից, որ ինքը առաջինը կուտի այդ ցորենի պատրաստած հացը, մեր կառավարությունը անգամ չգիտեր, թե ինչ է ներկրում Հայաստան։ Իսկ իրենք վստահ էին, որ ալյուր են ստանալու, հաց են ստանալու դրանից, լավ, վաղը մյուս օր Ադրբեջանով այդ բեռները ո՞նց են վերահսկելու։ Ես նույնիսկ մի փոքր այլ մեկնաբանություն կուզենայի այստեղ տալ։ Նիկոլ Փաշինյանը վերջին կառավարության նիստից հետո երբ որ ճեպազրույցի ժամանակ խոսում են լրագրողների հետ, առնվազն տպավորություն ստեղծվեց, որ իրենց համարել է զարմանալի, անակնկալ, որ ռուսական ցորենը ավելի շուտ տեղ հասավ, քան ղազախական ցորենը։ Այստեղ մենք ամենայն հավանականությամբ ունենք շատ լուրջ աշխարհական գործընթացի հետ, որի միայն վերևի հատվածն է, այսպես ասած տեսնում, որ ռուսական ցորենը ավելի շուտ եկավ։ Ինչը վերաբերում է ձեր ասածին, թե ընդհանրապես մենք երաշխիքներ կարող ենք ունենանք, որ Ադրբեջանից ինչ-որ ապրանք կա, սա չափազանց խորքային հարց է եւ նույնիսկ այլ համատեքստում ես կուզենամ սրան անդրադառնանք։ Մենք օբյեկտիվ խնդիր ունենք Ադրբեջանի հետ ցանկացած պայմանավորվածության ի կատար ածելու վերաբերյալ երաշխիքների։ Ներկայիս պայմաններում, թեպետ ռուսական կողմը ակնհայտորեն միջնորդել է, որ առնվազն իրենց ցորենը ավելի շուտ հասնի, բայց մենք կարող ենք գալ մի իրավիճակի, երբ որ այդ միջնորդի կամ երաշխավորի գործոնը եթե արանքից դուրս է գալիս եւ պայմանավորվածությունները զուտ Ալիև Փաշինյան տիրույթում են, մենք կարող ենք գալ մի իրավիճակ, երբ որ իրենք այս ճանապարհը մեր վրա նոր ճնշում գործադրելու միջոց կիրառեն։ Հետևյալ համատեքստում պայմանականորեն դուք բացեք Զանգեզուրի միջանցքը, հակառակ դեպքում ցորենը կդադարի կամ այլ ապրանքները կդադարեն գալ Ադրբեջանի տարածքով Հայաստան, ու սա պայմանավորված է շատ պարզ։ Մենք ոչ միայն ռազմաքաղաքական բալանսը չենք վերականգնում,
կազմել Ադրբեջանի հետ, այլ նաև չկա այն միջնորդը կամ երաշխավորը, որը կերաշխավորել կոմունիկացիաների անխափան գործունեությունը։ Գևորգ Պապոյանը այդ ցորենը ուտելուց առաջ ավելի ճիշտ կլիներ, որ իր վերադասին այս տիպի հարցերով ծանրաբեռներ, այս տիպի քննարկումներ լիներ եւ գոնե կառավարության ներսում իրենք այս հարցի պատասխան ունենային, իսկ ինչ է լինելու, եթե պայմանականորեն իրենք խաղադրույք են անելու նրա վրա, որ Ադրբեջանից պետք է ապրանք, իսկ Ալիևը բռնի եւ փակի այդ ճանապարհը։ Այ հենց այդ կոնտեքստում կխնդրեմ, որ մի փոքր անդրադառնանք նաեւ Ալիևի վերջին հայտարարություններին, որովհետեւ եթե այսօր մեզ մոտ ամեն ինչ շատ վատ է, բայց շարունակում է խոսել խաղաղությունից, իսկ Ալիևը ինչ է ասում, չկա Սևան, կա Գյոյչա, չկա Երևան, կա Երևան։ Երկու դիտարկում կարելի է այստեղ անել, պայմանականորեն մեղրամիսը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Փաշինյանի եւ Ալիևի միջև ավարտվել է, սկսած օգոստոսի 8-ից մենք որոշակի հայտարարությունների գոնե մակարդակով տեսնում ենք, որ կարծես թե կողմերը գոնե փորձում են ստեղծել պատրանք, որ իրենք գնում են խաղաղության, եւ եւս մի կարևոր հանգամանք կա, կարծում եմ սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ մեղրամիսը ավարտվեց, կարծես թե Ադրբեջանում էլ չեն հավատում, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու է, եւ քանի դեռ իրենք Հայաստանում ունեն այս տեսակ իշխանություն, այս տեսակ գործընկերներ, իրենք փորձել են մաքսիմումը ստանալ Նիկոլ Փաշինյանից, որտեղ ադրբեջանցի падգամավորները արդեն շատ ավելի բաց տեքստով ասում են հետեւյալը, որ եթե Հայաստանը չբացի Միջանցքը, խոսքը Զանգեզուրի Միջանցքի մասն է Սյունիքի տարածքում, իրենք կարող են ուժով դա բացել։ Եվ այստեղ նաեւ ինչ շատ կարեւոր հանգամանք է ադրբեջանցի падգամավորի ցավոք այս պայն իր անուն ազգանունը չեմ հիշում, ինքը իր մեկնաբանությունում ինչ է ասում, մենք օգոստոսի 8-ին երբ որ եկանք պայմանավորվածության, կարծես թե կար հույս, որ հայկական կողմը պայմանավորվածությունները կյանքի կկոչի, ճանապարհը կսկսի կառուցել, բայց իրենք ճանապարհը չկառուցեցին։ Լավ, մենք մի կողմ ենք դնում են հանգամանքը, որ սա ադրբեջանցի է ասում, բայց սա խորքային ինչի մասն է խոսում։ Կա գլոբալ պայմանավորվածություն, բայց դետալների վերաբերյալ, քանի որ հստակեցում չկա, գոնե տայմինգի առումով, այսինքն երբ են շինարարական աշխատանքները մեկնարկում, ով է կապալառուն, երբ են իրենք ավարտվելու, կա ընդհանուր ինչ-որ մի մոտեցում, երկու կողմերն են իմիջիալոց ասում են 2028 թվականի ավարտին, բայց այնուամենայնիվ դետալները պայմանավորված չեն, դետալները քանի որ պայմանավորված չեն, դա տարընթերցման առիթ է տալիս, այդ իսկ պատճառով Ադրբեջանից նաև այս տեսակ սպառնալիքների ենք մենք հանդիպում։ Խոսելով այդ ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունների մասին, կխնդրեմ անդրադառնանք նաև Ադրբեջանի արտգործնախարարի վերջին հարցազրույցին, որ բավականին ուշագրավ էր։ Ինչ եք կարծում, կան կոմպրոմատներ եւ որոնք կբացահայտվեն կամ դեռ պահում են Նիկոլ Փաշինյանի դեմ օգտագործելու համար։ Ես այսպես ասեմ, բոլորիս աչքի առաջ է տեղի ունեցել 44 օրյա պատերազմը, բոլորիս աչքի առաջ է տեղի ունեցել դրան նախորդող գործընթացը, դրան հաջորդող գործընթացը, սպասել, որ Ադրբեջանը շատ մեծ կոմպրոմատ կհրապարակի կամ Նիկոլ Փաշինյանը եթե հրապարակի այդ բանակցային գործընթացին վերաբերվող փաթեթը շատ մեծ կոմպրոմատ է լինել, ես կարծում եմ դա ինքնախաբեություն է։ Նիկոլ Փաշինյանի պարագայում այստեղ ռիսկը հետևյալն է, որ նա կարող է հրապարակել միայն իրեն ձեռնտու հատվածները բանակցային գործընթացին վերաբերող, բայց ես կարծում եմ, որ կան այլ դերակատարներ, որոնք ներգրաված են եղել այս գործընթացի մեջ եւ եթե Նիկոլ Փաշինյանը փորձի մանիպուլացնել իրողությունները, կարող են իրենք ամբողջական փաթեթը հրապարակել։ Սա առաջինն է, երկրորդը Բայրամովի մեկնաբանության հետ կապված Նիկոլ Փաշինյանը վերջին մի քանի օրերի ընթացքում ինչ ասես մեկնաբանել է, ինչ ասես ասել է, իր թիմակիցները ինչ ասես ասել են, բայց հոդաբաշխ մեկնաբանություններ Բայրամովի ասացի վերաբերյալ չեն տվել։ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը ասել է հետևյալը, որ բոլոր առաջարկները կասեցնել պատերազմական գործողությունները իր ընկալմամբ դրանք ուղղված էին նրան, որ Հայաստանի պետականությունը սահմանափակի, ճիշտ է, ինքը այլ ձևակերպում է տալիս, բայց մենք այսպես ձևակերպենք Հայաստանի պետականությունը սահմանափակեն ու նեֆտ տրամաբաններն ինքը գալիս է նրան, որ ընդհանրապես Արցախյան հարցը թոք էր Հայաստանի Հանրապետության համար ու ստացվում է հետևյալը, որ ըստ Նիկոլ Փաշինյանի հայկական պետականության հայրերն են, հիմնադիր հայրերը, Էրդողանը եւ Ալիևը։ Իրենք պատերազմեցին մեր դեմ, Արցախը գրավեցին, ասես ասում է Հայաստանը ազատագրել են, այսինքն շքանշան է շուտով ինքը տալու Ալիևին եւ Էրդողանին Հայաստանի ազատագրման համար։ Կարելի է, չգիտեմ, օրինակ ԵԿՄ-ն այդ դեպքում լուծարել Ալիևին բերել նշանակել այդ պաշտոնին, չէ՞ որ ինքն է հիմնադիր հայրը ըստ Նիկոլ Փաշինյանի հայկական պետականության։
Այդ ամենի հետ կապված պատերազմում սխալների եւ այլնի նոյեմբերի 9-ի խորհրդանշական օրը հարցազրույցով հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մանրակրկիտ ներկայացվեց պատերազմից առաջ, ընթացքում եւ հետո արված բոլոր սխալները։ Ինչ եք կարծում հանրության համար այդ խոսքը որքանով էր ընկալելի։ Եվ արդյոք նկատում են նրանք իշխանությունների սխալները։ Քիչ հավանական է, որ մեր հանրությունը չի նկատել իշխանությունների սխալները, թե պատերազմական գործողությունների ժամանակ եւ թե այն գործողությունները, որոնք իրականացել են 21 թվականից հետո, որովհետեւ նույն Քոչարյանի մեկնաբանությունները իրենք ավելի համապարփակ էին, վերաբերվում էին ոչ միայն 44 օրյա պատերազմին, այլ դրան նաեւ նախորդող եւ հաջորդող շրջաններին, բայց այստեղ ես կուզենայի ուշադրությունը մի փոքր այլ ուղղության վրա սևեռեինք իր հարցազրույցում եւ դրան նախորդող հարցազրույցներում եւ ասուլիսներում Ռոբերտ Քոչարյանը այլընտրանքային անվտանգային երաշխիքներ է ներկայացրել հայ հանրությանը, առաջարկել հայ հանրությանը, այստեղ նույնիսկ այլընտրանքային բառը ինքը որոշակի առումով շատ պայմանական է, որովհետև այնինչ առաջարկում է Նիկոլ Փաշինյանը, դա ներառումն է թուրքական աշխարհի մեջ առանց անվտանգային երաշխիքների, պարզապես հայտարարությունների մակարդակով Քոչարյանի առաջարկածը որն էր։ Իմիջիայլոց մենք գլոբալ նաև հենց դրանից է սկսեցինք մեր այսօրվա զրույցը խոսելով ծովերի մասին։ Մի քանի կոմպոնենտից է բաղկացած իր առաջարկները։ Առաջինը ստեղծել երաշխիքների մեխանիզմ, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը եւ Չինաստանը երաշխավորեն օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները ու այստեղ եւս հա կարևոր հանգամանք կա։ Դուք էլ վստահաբար հետևում եք լրահոսին, սա նկատած կլինեք, օգոստոսի 8-ի փաստաթուղթը շատ դեպքերում հակադրում էին նոյեմբերի 9-ի փաստաթղթին, նույնիսկ հանրայինում քննարկումներ կային օգոստոսի 8-ը թե նոյեմբերի 9-ը եւ այլն եւ այդպես շարունակ, մենք տեսանք, որ այս առաջարկը ոչ թե հակադրության տրամաբանության մեջ էր, այլ պայմանավորված էր գետնի վրա եղած իրողություններով, որ մենք ընդհանրապես պետք է հասկանանք, որ այս տեմպերով եթե շարունակեն, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է դադարել գոյություն ունենալ։ Հիմա ոնց դա կանխել։ Առաջին հերթին ստեղծել երաշխավորների այդ մեխանիզմը, կրկին ասեմ, Ռուսաստանի Դաշնություն, Չինաստան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, սա որոշակի առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերականգնման ուղղված քայլ էր նոր ֆորմատով եւ եթե նախկինում Եվրոմիությունն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամը, հիմա ելնելով աշխարհական իրողություններից ավելի գերակա է Չինաստանի դիրքը, հետեւաբար տրամաբանական է, որ այստեղ Չինաստանի մասին խոսք գնաց։ Երկրորդ կոմպոնենտը անվտանգային երաշխիքներին դա գալիս է արդեն իր կողմից տված հարցազրույցի ասուլիսի շրջանակներում Արցախի առաջին նախագահը իր վերջին ասուլիսի ժամանակ ինչ էր առաջարկում, որ Թրամփի ուղի ասված այդ երթուղին ինքը պետք է շարունակվի, մենք երասխով ջուլֆայով պետք է ճանապարհ ստանանք, դա կլինի մի իրողություն, որը թույլ կտա Հայաստանին եւս գոնե Իրանի Իսլամական Հանրապետության հետ անխափան կապ ունենալ, այսինքն մենք իսկապես կգանք կոմունիկացիաների ապա շրջափակման եւ մեր տարածքում եւ Ադրբեջանի տարածքում իրենք նույն ֆորմատով պետք է գործեն եւ երրորդ կոմպոնենտը, որի մասին Քոչարյանը խոսում էր դեռ 2022 թվականին, վերաբերվում էր հետեւյալին, նա քանիցս նշել էր, որ կա Հայաստան-Ռուսաստան անվտանգային համագործակցության ֆորմատ եւ ելնելով տարածաշրջանային իրողություններից սրան կարելի է գումարել նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը, այսինքն 3 կոմպոնենտից բաղկացած անվտանգային առաջարկներ է ներկայացվել գոնե այս պահի դրությամբ հոդաբաշխ եւ այս տեսակ ստրուկտուրավորված սպահին հայերեն հոմանիշը չեմ կարողանում հիշել առաջարկ այս պայդրությամբ այլ քաղաքական ուժերը նույնիսկ իշխանությունը չի ներկայացրել այստեղ բայց իսկապես հարցը հետեւյալն է հանրությունը սրան ականջալուր կլինի թե ականջալուր չի լինի սա չափազանց կարևոր հարց է որովհետեւ մենք ինքներս մեզ չխափենք իշխանության աղբյուրը եղել կա եւ շարունակելու է մնալ ժողովուրդը հետեւաբար շատ կարևոր է այս պարզ գաղափարները հասցնել նաեւ ժողովրդին Ներկայացվել են բավականին լավ առաջարկներ, որոնք ինչպես նշեցիք, ոչ մի քաղաքական ուժ նույնիսկ իշխանությունը չի ներկայացրել, բայց իշխանությունը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ բանակցային գործընթացը բոլոր ժամանակներում տանում էր Հայաստանի պետականության կորստի։ Facebook-յան գրառմամբ արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին։ Բայց Ռոբերտ Քոչյանը իր հարցազրույցում նշում էր, եթե բանակցությունները շարունակվեն, դա կարող է ավարտվել մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակի ընդունմամբ։ Ինչու է իշխանությունը շարունակ պնդում, որ չէ, հնարավոր չէ, ինչու չբանակցեց կամ ինչու է անդադար մեղադրում, որ ոնց պետք է կորցնեին այդ Հայաստանի պետականությունը։
Նիկոլ Փաշինյանի անկալմամբ Հայաստանի պետականության կործանում նշանակում է ռազմաքաղաքական դաշինքի մեջ լինել Ռուսաստանի Դաշնության հետ, իր համար պետականության կորուստ նշանակում է Արցախի գոյություն իրավիճակում, երբ որ այդ Արցախի գոյությունը շատ հանգամանքներից ելնելով պայմանավորված էր Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքով, ես կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չէ, հա, որ Արցախում եղած զենքի զինամթերքի ավելի քան 98%-ը ռուսական էին։ Եթե ռուսական պետականությունը դեմ լիներ արցախյան պետականության, իրողությունները լրիվ այլ կլինեին։ Նիկոլ Փաշինյանի անկալմամբ, քանի որ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքը թեկուզ եւ բխում է Հայաստանի Հանրապետության էգզիստենցիալ շահերից, իր անկալմամբ դա բացասական է, ինքը ամեն ինչ պետք է աներ, որ հնարավոր բոլոր կապերը Ռուսաստանի Դաշնության հետ ոչնչացվեին։ Նույն այս ղազախական ցորենի հետ կապված պատմությունը, ինչից մենք սկսեցինք, դա իրականում իշխանությունների կողմից թմկահարվել էր որպես այլընտրանք Ռուսաստանին, ռուսական ցորենին, ու սա այն ճանապարհի կարևոր կետերից մեկն էր, այն ճանապարհը, որը մեզ պետք է վերջում տաներ թուրքական աշխարհի ներառվելու։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ Ռուսաստանին հետաքրքիր Հայաստանում ինքը որպես քաղաքական դերակատար տեղ չունի։ Եթե այդ ճանապարհին անհրաժեշտ է զոհաբերել Արցախը, մեղադրել նախկիններին, սովետական KGB-ն եւ այլն եւ այդպես ինքը այդ գինը պատրաստ է վճարել։ Ավելին, եթե Ադրբեջանի կամ Թուրքիայի անկալմամբ Հայաստանը Ալեքսանդրապոլի պայմանագրի շրջանակներում պարփակված ինչ որ մի միավոր պետք է լինի, բայց որտեղ Ռուսաստանի ազդեցությունը զրոյական է լինելու, Նիկոլ Փաշինյանը այդ գինը պատրաստ է վճարել։ Դրանով է պայմանավորված նրա գնահատականները։ Ռոբերտ Քոչյանը իր հարցազրույցում անդրադարձավ նաև բանակին, մարտունակ բանակ ունենալուն, մասնավորապես նշել է, որ եվրոպական մի շարք երկրներ, ովքեր չունեն ոչ մի պատերազմի սպառնալիք, ակտիվ զինվում են, եւ դա նրա համար է, որ պատերազմ չլինի։ Դրա համար է հենց անհրաժեշտ մարտունակ բանակը։ Բայց մեր իշխանությունները բանակի հզորությունը չափում են, ինչպես վերջերս նկատեցինք, ռոբոտ շնիկով։ Անում են ակտիվ գործողություններ իրենց ուժերի ներածին չափով բանակը թուլացնելու համար։ Սա ինչի հետևանքն է, ինչպես կմեկնաբանեք։ Քոչյանը երբ որ 22 թվականին խոսում էր այն մասին, որ տարածաշրջանային իրողություններից ելնելով մենք կարող ենք նաև ներառել Հայաստան-Ռուսաստան հետ ռազմաքաղաքական դաշինքում, այսպես ձևակերպենք, հա, Իրանի գործունը դա իր հետ մեկտեղ պետք է բերել բանակի լուրջ ռեֆորմների, որովհետև դու չես կարող դաշնակից լինել այս տեսակ պետություններին, այս տեսակ զինված ուժեր ունեցող պետություններին առանց քո բանակը մոդիֆիկացնել, այսինքն այս առաջարկը գլոբալ առումով դեռ 22 թվականից կար, ինչը վերաբերվում է իշխանություններին, իրենց մոտեցումներին, բանակային ռեֆորմների եւ այլի հետ կապված։ Տեսեք, եթե դու տանում ես երկիրը դեպի թուրքական աշխարհի ինտեգրում, քեզ այդտեղ բանակ պետք չէ, քեզ այդտեղ եկեղեցի պետք չէ, քեզ այդտեղ Արարատ պետք չէ։ Ու սա ոչ թե էմոցիոնալ գնահատական է, սա իրողությունների արձանագրում է։ Եթե մենք գնում ենք թուրքական աշխարհ, մեզ բանակ պետք չէ։ Եթե մենք շարունակում ենք մնալ Հայաստան, մեզ բանակ պետք է։ Մեզ պետք է դաշինք թե Ռուսաստանի Դաշնության հետ, թե Իրանի հետ, ու եւս մի կարևոր հանգամանք, ախր լինելով ՀԱՊԿ-ի անդամ, մենք նախկինում էլ զենք կարողանում ենք գնել եվրոպական երկրներից, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրեր ունեինք, խաղաղապահ առաքելությունների ՆԱՏՕ-ի մասնակցում էինք, երբ որ մենք ՀԱՊԿ-ի անդամ էինք, դեռ մինչև այսպես իշխանությունների գալ, այսինքն եթե դու ապահովում ես քո էգզիստենցիալ շահերը, դու ասում ես ես այլընտրանք չունեմ, իսկ ամերիկացիները այստեղ զենք զինամթերք չեն բերելու մեզ պահպանելու համար, ոչ թե որովհետև իրենք ուզում են որ մենք կործանվենք, խնդիրը դա չէ, իրենք նաև նույնիսկ ռազմական լոգիստիկայի հետ կապված խնդիրներ կարող են ունենալ դա ապահովելու համար, դու նախ եւ առաջ քո այդ էգզիստենցիալ խնդիրները պետք է լուծես, հետո արդեն դիվերսիֆիկացնես քո կապերը, ու եւս մի կարևոր նրբերանգ կապված այդ կապերի դիվերսիֆիկացման հետ, ես խորհուրդ կտամ մեր հարգելի հեռուստադիտողներին ուսումնասիրել թե ինչ զենք են այս մարդիկ բերում Հնդկաստանից։ Դա ռուսական զենք է։ Ուղղակի մենք, եթե նախկինում այնքան ինքնիշխան ենք, որ կարողանում ենք ուղիղ Ռուսաստանից գնել, հիմա մենք Ուկրաինայի կարգավիճակում ենք։ Ուկրաինացիները գնում են ռուսական գազը, բայց ոչ թե ուղիղ Ռուսաստանից են գնում, այլ երկրներից եկող ռուսական գազ են գնում, մի քանի անգամ ավելի թանկ են վճարում, նույնը մենք անում ենք զենքի եւ զինատեսակի առումով։ Ախր դու երբ որ ասում ես ես Հնդկաստանից մոդիֆիկացված միգ եմ գնում, մարդու տրամաբանական հարց չէ կարող առաջանալ, իսկ ինչու ուղիղ Ռուսաստանից չես գնում։ Իսկ միգուցե ոմանք ով սերտ համագործակցում են Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ դեմ են, որ իրենք ուղիղ Ռուսաստանից զենք զինամթերք գնեն։
Բայց Փաշինյանը չէր ասում Ռուսաստանը մեզ զենք չի տալիս։ Նախ այստեղ իսկապես շատ վիճելի հարց է, որովհետև ըստ չհերկված հրապարակումների մամուլում, նույնիսկ պատերազմական գործողությունների ժամանակ Ուկրաինայում ռուսական կողմը զենքի մատակարարման հետ կապված խնդիրները լուծելուց հետո քանիցս հայկական կողմին որոշակի հարցերով առաջարկում էր գալ զենքը վերցնել, հայկական կողմը չէր գալիս։ Սա առաջինը, եւ երկրորդը ես կրկին ասում, ախր հնդկական զենքը ուսումնասիրեք, ինչ կազմակերպություն է այդ զենքը Հնդկաստանում ստեղծում, մատակարարումները ոնց են կազմակերպվում, ինչու ենք մենք Հնդկաստանից ռուսական միգ գնում։ Այս ամեն ինչը այնքան սյուրռեալիստական է, որ չգիտեմ, շատ դեպքերում արդեն բարդ է նաև քննարկել սա։ Դուք խոսեցիք, որ եթե մենք գնանք դեպի թուրքական աշխարհ, մեզ պետք է Արարատ, եկեղեցի, բանակ, եկեղեցու դեմ գրոհը, որը արդեն բավականին երկար ժամանակ է շարունակվում է եւ շատ լուրջ է շարունակվում, վերջին մի քանի օրերին որոշ չափով նվազել է։ Ինչ եք կարծում այդ նվազումը ինչի հետևանքն է։ Գուցե հովանավանքում այդ մարդաքանակի, որ այդպես էլ չեն կարողանում ապահովել։ Ես ձեզ հետ այստեղ այնքան էլ համաձայն չեմ, որ ինքը նվազել է, որովհետև մենք պետք է ռազմավարական առումով հասկանանք ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Տեսեք, երբ որ դու ասում ես, որ քոնը այս փոքր Հայաստանն է, 29743 քառակուսի կիլոմետր Հայաստանն է, որ դու պատասխանատու ես միայն այստեղի հայերի համար, այստեղ ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, դու չես կարող քո երկրի ներսում ունենալ մի կառույց, որը իր բնույթով համահայկական է, եկեղեցին։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանին պետք է ձևավորել հակաթոռ, որ լինի ոչ թե ամենայն հայոց կաթողիկոս, այլ լինի ամենայն Հայաստանի կաթողիկոս։ Հիմա տեսեք, կա Հովնանավանքը, կա այդ Թալինի եկեղեցին, հիմա Խաչիկ գյուղում, եթե ես չեմ սխալվում, հաջորդ այդ արարողությունը, այսպես անվանենք, իրենք այդտեղ են անցկացնելու։ Նիկոլ Փաշինյանը գնում է այս ճանապարհով, նա պարփակվում է հենց այստեղ, այսինքն 29743 քառակուսի կիլոմետրի շրջանակներում, ինքը իր համար ընտրում է գործընկերներ, հոգևոր դասից նախքին թե ներկա, այստեղ նույնիսկ կարևոր չի, ինքը գնում է այդ հակաթոռը ձևավորելու, ու այստեղ եւս մի կարևոր հանգամանք նշենք, երկար տարիներ Թուրքիայի համար չափազանց մեծ խնդիր է եղել հայկական սփյուռքի գործոնը։ Մի քանի պատճառներով, առաջինը, որովհետև հայկական սփյուռքի եղելությունը դա ապացույցն է 15 թվականի իրենց կողմից իրականացրած քաղաքական հանցագործության, ցեղասպանության, եւ երկրորդը, սփյուռքն կարևորագույն լոբիստական կառույցներից մեկն էր, որը եւ միավորում էր հայերին, եւ կարող էր անհրաժեշտ պահին օգնություն տրամադրել Հայաստանի լոբինգով զբաղվել։ Հիմա ինչ դու պետք է անես այդ սփյուռքը ոչնչացնելու համար, այն կառույցը, որը սփյուռքը միավորել է, միավորում է եւ հուսանք կմիավորի, դու պետք է հնարավորինս շատ հարվածներ հասցնես այդ կառույցին։ Այդ կառույցը հայ առաքելական եկեղեցին եւ այստեղ Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնել եւ մարդկանց քանակը իր համար այդքան էլ այս պայդրությամբ կարեւոր չէ։ Իր համար կարեւոր է ձևավորել Հայաստանի առաքելական եկեղեցի, կարեւոր է ձևավորել հակաթոռ, ինչն է նա իրականացնում է։ Այսինքն կարծում եք կգնա բախումների քաղաքացիների կտանի։ Այստեղ բախումների խնդիրը չէ։ Ինքը ավելի շատ հնարավոր է հակված լինի գնալ բախումների հետընտրական փուլում, հատկապես երբ որ իր համար բացասական արդյունքներ գրանցվեն։ Այստեղ խնդիրը կանում է հետևյալում. թուրքերը ունեն ռազմավարական ծրագիր ոչնչացնել հայկական սփյուռքի գործոնը, որը իրենց պետականության համար խնդիր է։ Այդ ճանապարհը ինքը ունի բաղկացուցիչ մասեր։ Այդ բաղկացուցիչ մասերից մեկը ոչ միայն հայկական պետականության դեմ գործողություններն են, Արցախում իրենք հենց այդ էին անում, որովհետև Արցախն միավորող էլեմենտներից մեկն էր մեր սփյուռքը։ Հիմա իրենք պետք է եկեղեցին ոչնչացնեն։ Նիկոլ Փաշինյանը այս ծրագրով է առաջնորդվում, ինքը հենց սա է իրականացնում։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ գուցե բացասական արդյունքներ ունենա հետընտրական փուլում, ամփոփելով կխնդրեմ անդրադառնաք հենց գալիք ընտրություններին, նախ վաղ շաբաթի, ապա խորհրդանական, ինչպիսի սպասելիքներ ունեք։ Վաղ շաբաթի ընտրությունները այս առումով շատ անկեղծ պետք է լինենք, իրենք վերջին, այսպես փորձադաշտն են, այսպես ձևակերպենք, կիսաեզրափակիչն են, թե իշխանության համար, թե ընդդիմության համար, եւ ես նույնիսկ այսպես ձևակերպեմ Եվ իշխանությունը եւ ընդդիմությունը անկախ այս ընտրությունների արդյունքներից վաղարշաբաթի իրենց համար պետք է հետեւություններ անեն։ Եթե ընդդիմությունը կարողանա միասնական ջանքերով հաղթանակ տանել ընտրություններում, իրենք պետք է վերլուծեն ԿՊ-ն ինչ մեթոդներ է կիրառել, ինչ ռեսուրսներ է կիրառել, ինչպես են իրենք այս ամեն ինչին հակազդել, ինչն է արդյունավետ եղել,
Նույնն էլ իրականում վերաբերվում է ԿՊ-ին, իրենց հաղթանակի կամ պարտության դեպքում իրենք միևնույնն է վերլուծելու են, թե ինչի շնորհիվ իրենք հաղթեցին կամ ինչից ելնելով իրենք պարտվեցին։ Սա չափազանց կարևոր կիսաեզրափակիչ է, որի արդյունքները երկու կողմերն էլ ակնհայտորեն վերլուծելու են, ավելին սրան գլոբալ առումով նախորդել են Գյումրու ընտրությունները, ու իշխանությունները հիմա ինչ են ասում, երկրորդ Գյումրի չեք ստանալու, այսինքն իրենք շատ լավ գիտեն իրենց խոցելի տեղը որն է։ Իրենք փորձում են առնվազն ցույց տալ, որ այսպես տնային աշխատանքը կատարել են եւ մոդելում են տնային աշխատանքը կատարած ընտրություններին, հետեւաբար եզրափակելով այս հատվածը եւ ընդդիմությունը եւ իշխանությունը ակնհայտ հետեւություններ են անելու այս ընտրություններից, ինչը վերաբերում է խորհրդարանական ընտրություններին։ Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը ունի աշխարհակահաղական կարտ բլանշ, հնարավոր ցանկացած խախտումներ, կեղծիքներ, վարչական ռեսուրս կիրառելու, բայց սրա դեմը առնելու իհարկե հնարավոր մեթոդներ կան։ Նախ եւ առաջ պետք է քաղաքացիների հետ բացատրական աշխատանք տարվի եւ իրենց տնետուն գնալով բացատրեն կարեւորությունը ընտրություններին մասնակցելու։ Ոնց են, չէ, նաեւ նախկինում ինչ էին անում, այդ շրջիկ խմբերով մարդկանց լցնում էին ընտրատեղամասեր, իրենք քվեարկում էին եւ որոշակի խմբականակ էր ձայների ստացում։ Նույնիսկ այդ ռեսուրսը ինքը սահմանափակ է։ Դու դրա դեմը կարող ես առնել բարձր մասնակցության շնորհիվ։ Գյումրիում իրականում հենց դրա շնորհիվ հաջողվեց կոտրել իշխանությունների մենաշնորհը քաղաքական։ Հիմա եթե դա հնարավոր լինի համապետական մասշտաբով կրկնել, կա մեծ հավանականություն, որ իշխանությունները իրենց ուզած թվերը, նույնիսկ իրենց կուսակցի արկայության պարագայում որպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար, իրենք կարող են չստանալ մասնակցություն։ Երկրորդը ոչ միայն հանրային վերահսկողություն է ամեն ինչի նկատմամբ, այլ նաև միջազգային վերահսկողություն։ Տեսեք, էլի ես ձեզ մի հստակ օրինակ բերեմ։ Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները անցած տարվա եւ ընտրատեղամասերը փակվելուց գրեթե 10 րոպե անց Վրաստանում հայտնվեց Հունգարիայի վարչապետը, ով շնորհավորեց իշխանություններին փայլուն հաղթանակի կապակցությամբ։ Դա արտաքին լեգիտիմության կարևոր բաղկացուցիչ մասերից մեկն էր։ Տեսեք, եւ ԱՊՀ անդամ պետություններում, եւ ՇՕՍ պետություններում, եւ Լատինական Ամերիկայում, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հարավային, հյուսիսային Եվրոպայում, արևելյան, արևմտյան կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք մասնագիտացած են ընտրական գործընթացների մոնիտորինգի վրա։ Ով է խանգարում ընդդիմությանը ներգրավել այդ կազմակերպություններին, որ իրենք ամբողջական ցիկլին ընտրական գործընթացի հետևեն, նախընտրական փուլ, քարոզարշավ, հետընտրական փուլ։ Հաջորդը Նարեկ Կարապետյանը վերջերս հարցազրույց էր տվել աշխարհահռչակ ամենահայտնի լրագրողներից մեկին Տակեր Կարլսոնին։ Սա արդյոք ռեսուրս չէ, որը եւս կարելի է օգտագործել, այսինքն միջազգային մամուլի ուշադրությունը, այդ այսպես հա ձևակերպեք Նիկոլ Փաշինյանը կոմֆորտի զոնայի մեջ է։ Այդ կոմֆորտի զոնայից դու իրեն պետք է կարողանաս դուրս բերել։ Եվս մի կարևոր նրբերան կա, որի մասին Արցախի առաջին նախագահ եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերջին ասուլիսի ժամանակ ասել էր. փողոցը այնքան տաք պետք է լինի, պետք է եռա, որ իշխանությունները հասկանան, որ եթե իրենք գնան ընտրական կամ յետընտրական կեղծիքների, իրենք վնասել են ոչ միայն Հայաստանի Հանրապետության վարկին միջազգային, այլև իրենց համար են խնդիրներ ստեղծել։ Այսինքն սրանք այն մեթոդներն են, որոնք սինտեզելով եւ քաղաքացիների հետ աշխատելով հնարավոր է Հայաստանում անցնցում քաղաքական փոփոխությունների հասնել, ինչը բխում է Հայաստանի Հանրապետության գրեթե յուրաքանչյուր քաղաքացու շահերից։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն։